Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է, տաղավարում հյուրընկալել են Պաշտպան հայրենաց ազգային մշակութային հիմնադրամի նախագահ պատմաբան Գագիկ Սաֆարյանին։ Մեր հետևորդներին հիշեցնեմ, որ Նոյան Տապանի ուղիղ եթերները կարող եք հետևել Նոյան Տապանի պատրոնում, Facebook-յան եւ YouTube-յան էջերում։ Բարև ձեզ, պարոն Սաֆարյան, շնորհակալ եմ, որ մեր տաղավարում եք։ Նմանապես ես։ Պարոն Սաֆարյան, մենք դեռ կխոսենք ձեր մարզային այցերի մասին, հատկապես Գեղարքունիքում եք եղել վերջին օրերին, ընտրարշավի մասին, քարոզարշավի մասին ձեր կարծիքները կլսենք, բայց խոսենք հենց երեք տեղ ունեցած մի իրադարձությունից։ Երեք ուժեղ Հայաստանի հավաքի ժամանակ Հանրապետության հրապարակում, որի վրա կար նաև Փաշինյանական քարտեզը, Նարեկ Կարապետյանը պատրեց Արևմտյան Ադրբեջանի հայեցակարգի փաստաթուղթը։ Եվ այդ փաստաթղթում ըստ նրա գրված են ադրբեջանցիների պլանների մասին, որոնք պետք է վերադառնան Արևմտյան Ադրբեջան, այսինքն ինչպես իրենք են ասում, Հայաստան կոչվող տարածք, որտեղ պետք է վերականգնել իրենց մզկիթները, գերեզմանները, ինչպես նաև իրենց իրավունքները։ Կարապետյանը հայտարարում է, որ Ալիևի եւ Նիկոլ Փաշինյանի պլանները չեն իրականանալու, քանի որ կլինի առաջնորդ, որը հոդս կցնդեցնի այդ բոլոր պլանները։ Եվ փոքրիկ խմբակի որպեսզի փոքրիկ խմբակը չվերարտադրվի, Նարեկ Կարապետյանը ժողովրդին հորդորում էր գնան ընտրությունների, որպեսզի սրանք ընդհանրապես գնան։ Հիմա ինչպես է գնահատում այս խորհրդանիշների կիրառումը նախընտրական պայքարում եւ այս կատարված հայտարարությունը ինչ քաղաքական ուղերձ է, ինչ արձագանք կարող են ունենալ հասարակության մեջ, ընդ որում ադրբեջանական երաժշտություն հնչեց նաեւ հանրահավաքի ժամանակ։ Մեծ հաշվով այլ բան չեմ էլ սպասում ես, այդ ոչ միայն ուժեղ Հայաստան քաղաքական ուժից, այլ նաև մյուս երկու ուժերից, որոնք կարծես թե կամ ասեմ համագործակցում են, կամ նույնատիպ են, կարծեք թե խոսքները մեկ արած փորձում են անընդհատ մոլորեցնել մեր ժողովրդին, ոչ միայն մոլորացնել, հիպնոզացնել, այդ բառը չեմ ուզում ասեմ, բայց ստիպված եմ արտաբերել, հիմարացնել 300,000 ազերիներով, առաջ գնալով ասեմ, որ ոչ թե 300,000, ոչ թե 30,000, ոչ թե 3,000, ոչ թե 300, նույնիսկ 30 ազերի համոզված կարող եմ ասել, որ Հայաստանի Հանրապետության սահմանը չեն հատելու։ Այլ բան է, թե ինչ նախընտրական եւ քարոզչական հնարքներով են իրենք օգտագործում, դա ես կարծում եմ հարցի թիրախը նրանք պետք է լինեն։ Գալով Նարեկ Կարապետյանին, Սամվել Կարապետյանին միանգամից ասեն, որ նրանք չունեն այդպիսի արժի համակարգ, նրանք չգիտեն ինչ է նշանակում Արևմտյան Ադրբեջան, նրանք նաեւ չգիտեն ինչ է նշանակում Հայաստանի Հանրապետություն, նրանք նաեւ չգիտեն ինչ է նշանակում պետականություն։ Վերջին մեկ շաբաթվա կամ 10-15 օրվա ընթացքում, երկու շաբաթվա ընթացքում նրանց հանդիպումները, հատկապես քաղաքական ուժի, այսպես ասած, կնքահոր Սամվել Կարապետյանի հանդիպումները մտավորական հորջորջված մարդկանց, Երևանի, ինչպես էին ասում, երևանցիների հետ, արցախցիների հետ, մարզերի բնակիչների հետ, մշակույթի գործիչների հետ թույլ է տալիս ասելու, որ հանդիպում մարդկանց հետ, որոնք 35 տարի շարունակ եղել են ջրի երեսին եւ նրանց ընդամենը հետաքրել է մի բան, գրպանից գրպան փախնելով հետապնդեն իրենց անձնական շահը, իրենց անձնական նպատակը։ Տեսեք, Հայաստանի Հանրապետության կառավարությունը ընտրել է մի ճանապարհ, հավասարակշռված եւ հավասարակշռման կամ բազմաթիրախային արտաքին քաղաքականություն եւ որը կարծեք արդեն ներկայումս արդեն հստակ կերպով զգացում է դրա ներքին կարողությունը։ Եթե չասեմ մեծ ուժը, ձգողականությունը, ձգողականության ծանրությունը, ապա հստակ երևում է դրա իմպլեմենտատիվ արժեքը։ Բավական է ասել, որ նախորդ շաբաթ տեղի ունեցած թեկուզ 1 ժամի այցելությունը Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի, այնուհետև Հանրապետության տոնի, պետականության տոնի արդի Միացյալ Նահանգների ողջույնի նախագահի Թրամփի ողջույնի ուղերձը, շնորհավորական ուղերձը թույլ է տալիս ասելու, որ Միացյալ Նահանգները, ոչ միայն Միացյալ Նահանգները, դրան զուգահեռ նաև այլ երկրներ, ինչու՞ չէ նաև Եվրամիությունը իր բազմաթիվ կառույցներով անթակույց ուշադրությամբ հետևում են տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին։ Ես նկատի ունեմ հատկապես Հայաստանում։ Դրա մեջ մտնում է առաջին հերթին Թրամփի ուղու
գետնի վրա տեսնելը գործնական կիրառելիության չափը դրա մեջ մտնում են նաև բազմաթիվ տնտեսական ծրագրեր, այդ թվում նաև մոդուլային ատոմակայաններ, ինչքան էլ Ռուսաստանից ասեմ, որ դա դեռևս պարզ չի մշշոտ է դրա կիրառելիության ուրեմն աստիճանը, բայց ես պիտի ասեմ, որ ոչ։ Մենք ունենք արդեն հստակ ընդգծված ծրագրեր արհեստական բանականության առումով, գյուղատնտեսության ոլորտի մի շարք ուրեմն ճյուղեր, նաև նորագույն տեխնոլոգիաների առումով եւ հատկապես կրթության եւ առողջապահության։ Այլևս բանակի մասին չեմ խոսում, որտեղ հստակ կերպով մեր բանակը այլևս ի վիճակի է պաշտպանել իր երկրի սահմանները։ Մեր բանակի մարտունակությունը, մեր բանակի ռազմատեխնիկական ներկայի զինվածության աստիճանը թույլ է տալիս ասելու, որ դա շարունակական է լինելու, բայց մեր բանակը ունի մեկ առաքելություն, որը գերակա է իր բոլոր գործառույթներից, դա Հայաստանի սահմանների անվտանգության ապահովումն է եւ մեր պետականության խաղաղության ձգտելու քաղաքականությանը երաշխիք լինելը։ Հիմա ճիշտն ասած ես շատ բաներ կարող եմ ասել տարբեր քաղաքական ուժերի, հանրահավաքների, դե տեսեք սահմանը հատում են Ռուսաստանից եկած բնակիչներ, որոնք ակնհայտ կերպով զգացում է, որ շահադիտական նպատակներով են այստեղ քվեարկելու, երբ որ ասում են նրանց տվել են ծանոթագրեր 25 օրյա հավաքների մասնակցելու համար կամ զինվորական ծառայություն անցկացնելու համար, իսկույն այսպես կոչված ընդդիմությունը, քանի որ ես դրանց ընդդիմություն չեմ համարում, 5-րդ շարասյունը եւ լրտեսական ցանցի կարկառուն դեմքերը իսկույն բարձրացնում է մեծ աժիոտաժ, տեսեք ինչ է կատարում, մոռանալով ասել, որ այն քաղաքացին, որը խուսափել է պարտադիր զինվորական ծառայությունից, որը չի մասնակցել 25 օրվա ուսումնամարզական հավաքներին բանակում, որը խուսափել է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքից, գտնում է հետախուզման մեջ, երբ որ սահմանը հատում է, կլինի Բագրատաշենը, կլինի Զվարթնոցի օդանավակայանը, կլինի Իրանի հայ-իրանական միջպետական սահմանը, թե Վրաստանի հետ սահմանը, անպայման պիտի առաջնորդվի միայն ու միայն Հայաստանի Հանրապետության օրենքներով։ Տեղում են ծանոթագրերը տրվում, պարոն Սաֆարյան։ Դե գիտեք, մանրամասների մասին կարելի է շատ բան խոսել, բայց կարծում եմ ձևաչափը այդպես էլ պետք է լիներ։ Միանշանակ ես գտնում եմ, որ դա դեռևս շատ քիչ է, պիտի ամբողջ խստությամբ, որտեղ եթե նրանք հայրենիքի մասին մտածողներ էին, ապա կարող են հայրենիքի մասին մտածել այն ծանր օրերին, երբ հայրենիքը գտնվում էր կամ 44 օրյա պատերազմի ժամանակ, պատերազմի մեջ կամ ջերմուկի էսկալացիայի մեջ, ջերմուկի էսկալացիայի ժամանակահատվածում կամ նաև այն ռազմական բախումները, որոնց Հայաստանի Հանրապետությունը առերեսվել է 21-23 թվականներին։ Ինչ խոսք, կարող են եթերներից, հանրահավաքների, բարձր հարթակներից հայտարարել, որ շուրջ 2 տարուց ավելի ինչ Հայաստան-Ադրբեջան սահմանին, միջպետական սահմանին կրակոցներ չկան։ Կարող են ասել, որ կարծեք թե երկու երկրների ղեկավարները հասկացել են, որ խաղաղությունը եւ անվտանգությունը սահմանների այլընտրանք չունի, իմպերատիվ է երկու երկրների պետությունների եւ ժողովուրդների համար, բայց թե գիտեք ինչ, այդպես էլ պետք է լինի։ Երբ որ ես ասեցի ձեզ քիչ առաջ, որ Սամվել Կարապետյանը իր առանձնատանը հրավիրում է մարդկանց, տեսեք մտավորականներ կոչեցյալներին, որոնք գիտեք ինչ, ես պիտի ասեմ, անուն չտամ, բայց ես պիտի ասեմ, որոնք սողուններից ավելի սողուն են, որոնք միշտ ավելի քան 35 տարի սողալով փորձել են լափամանից մի ոսկոր փախցնել։ Եվ ես ապշում եմ, երբ տեղի ունեցավ Հայաստանում ոչ բռնի թավշյա իսկ ես դա հիմա, գոնե հիմա ասում եմ, որ դա ոչ թե ոչ բռնի թավշյա հեղափոխությունը, այլ Ռիխտերի սանդղակով 12 բալանոց երկրաշարժ Հայաստանի հասարակական քաղաքական կյանքում, որ առնվազն 8 անգամ ավելացել է գիտության եւ կրթության ֆինանսավորումը։ Բա մեր այդ գիտնականները
ազգային ակադեմիայի գիտնականները, ակադեմիկոսները, հատկապես հումանիտար եւ հասարակական գիտությունների բաժանմունքի կարկառու ներկայացուցիչների մեկիկ ճանաչում են։ Ինչու Երման ջուրը առել բերանները ձեն չեն հանում, թող ասեն, որ պետությունը ինչ է արել։ Կամ ես երբ որ տեսնում եմ ինչ մտավորականներ են հավաքվել Սամվել Կարապետյանի շուրջը, դուք պատկերացնում եք հանկարծ իմ մտքով անցնի, որ սրանք մեր մշակույթի, գիտության, գրականության, արվեստի կրողներն են։ Նույնն է վերաբերում է այսպես կոչված երևանցիներին։ Դուք գիտեք այնտեղ մարդիկ կան, որոնք զբաղված են եղել թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ եւ որոնք սպասարկել են նախորդ երկու նախագահների անվտանգության ծառայության աշխատակիցներին, նրանց հասցնելով ձախ ճանապարհով, հանցագործ ճանապարհով հարստության նրանց հնարավորություն տալով, որ դիզեն մեծ հարստություններ։ Եվ տեսեք ինչ է կատարում։ Ես այսօր նաև այլ հարթակներում ունեմ հարցազրույցներ։ Ձեր մոտ գալուց առաջ ես նաև հյուրընկալվել էի հանրային հեռուստաընկերությունում։ Տեսեք ինչ է կատարում։ Մեր ժողովուրդը պիտի հստակ գիտակցի, որ ընտրություն է կատարում մի կողմից Հայաստանի Հանրապետության, Հայաստանի պետականության համար, մյուս կողմից Ռուսաստանի, Պուտինի, Մեդվեդևի եւ Մարիա Զախարովայի համար։ Այլ բան ասել չեմ կարող, մենք ընտրություն ենք կատարում պետականության եւ գաղութի միջև։ Մենք ընտրություն ենք կատարում, որպեսզի մեր երկրում հիմք դրվի պետականության ամուր հիմքերին եւ այսպես շարունակ եւ ոչ թե մեր երկիրը լցվեն օտարերկրյա քաղաքական շահերը սպասարկող անձնավորություններով եւ լրտեսներով, ընդ որում ոչ միայն լրտեսներով, այլև լրտեսներին աջակցող ուրեմն քաղաքացիներով, որոնք նաեւ կազմում են ընտրազանգված։ Այո, կան, տեսեք, դուք լավ գիտեք, որ ես ինչքան, այսպես ասած, sociable man եմ, չէ, շեֆող մարդ եմ սոցիալական հարթակներում, ես ունեմ ընկերներ եւ ես իրենց մոտ տարիներ շարունակ անթակույց ասել եմ, որ գիտեք, այս մարդը իմ մոտ հայի կերպարանք չունի, արժի համակարգ չունի եւ ես մի օր չեմ զարմանա, եթե սրանք դառնան լրտեսներ կամ մեղադրվեն լրտեսության մեջ, քանի որ ամեղության կանխավարկած կա, իրավունք չունեմ այլ բան ասելու։ Եվ գիտեք ինչ, ցավոք սրտի իմ կանխատեսումները արդարացան, իմ կանխատեսումները իրականություն դարձան։ Եվ ես ձեզ այսօր էլ ասում եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքական համակարգում, քաղաքական հարթակներում վխտում են ու ինչ ասեմ, մոլախոտերի պես աճում են լրտեսները եւ նրանց հարող քաղաքացիները։ Ինքս շատ փակագծեր չեմ ուզում բացել, բայց երբ որ ես տեսնում եմ քաղաքական դաշտում մերժվածները, ձախողվածները, որ տասնամյակներ շարունակ անընդհատ իրենց պետական դիրքերը օգտագործել են կորպորատիվ շահերի համար, անձնական շահերի համար, մարդիկ գիտես վարչապետ են եղել։ Ասենք 40 տարի առաջ եղել են կանացի ներքնազգեստ կարող արտադրամասի պետ, այնուհետև տնօրեն, որից հետո եղել են եկեղեցու 1700-ամյա հանձնաժողովի նախագահ, որից հետո ունեցել են գերեզմանի ցեխեր։ Մարդիկ մերժված են, մեր ժողովուրդը դրանց երեսից է կրակն ընկել։ Եվ դրանք խոսում են Արցախից։ Հիմա Արցախից խոսացողը, որ ասում եք, եթե այս շահարկողը, դրանք խոսացողներ չեն, դրանք շահարկողներ են։ Ղարաբաղի բնակիչներին տեղահանված, բռնի տեղահանված բնակիչների կրքերի, հույզերի, վշտերի վրա դրանք խաղացողներ են, որոնք գիտեն, որ բացարձակապես իրենցից կախված չի որևէ մի հարց արցախցիների վիշտը, արցախցիների վերադարձը, արցախցիների ողբը թեթևացնելու ուղղությամբ նրանք փորձում են օր առաջ անընդհատ վատաբանել, վարկաբեկել Հայաստանի պետականությունը, որպեսզի Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված ժողովուրդը չինտեգրվի Հայաստանի Հանրապետության պետականության ճյուղերի հետ, չինտեգրվի մեր տնտեսության մեջ եւ ընդհակառակ անընդհատ մեր ժողովրդին օգտագործելով դարձնել չեմ զլանում ասել դավադիր մի զանգված։ Հիմա հարց է առաջանում, ես ինչու եմ այսպիսի դիրքերից
խոսում։ Եվ Քիչ առաջ դուք ասացիք, որ ես եղել եմ Գեղարքունիքի մարզում, ոչ։ Ես եղել եմ Հայաստանի Հանրապետության 10 մարզերում։ Եղել եմ Սյունիքի մարզում, Վայոց-Ձորի մարզում, վերջինը եղել եմ ուրեմն Արագածոտնի մարզում եւ երեկ եղել եմ Գեղարքունիքի մարզում եւ երեկվա պարզապես իմ այնտեղ հայտնվելը հանրահավաքի մասնակիցների հետ կամ պարոն Փաշինյանին հանդիպելը դա զուտ պատահականություն է եղել, քանզի ես իմ ընկերների հետ բոլորը գիտեն, որ վերջին 2 ամիսներին ակտիվ կերպով հանդիպել եմ մի քանի հազար բռնի տեղահանված Լեռնային Ղարաբաղի այստեղ տեղահանված բնակիչների հետ եւ պիտի ասեմ, որ ընթառաջ գնալով մեր բազմաթիվ խնդրանքներին եւ առաջարկություններին Հայաստանի կառավարությունը գրեթե բոլոր հարցերը լուծել է։ Խոսքս վերաբերում է եւ աշխատանքի սոցիալական հարցերի նախարարությանը, դե առողջապահության նախարարության եւ նրա ղեկավարի մասին չեմ խոսում։ Նախորդ շաբաթ էլ ես հանդիպում ունեցել կառավարության ղեկավարի պարտականությունները կատարող պարոն Խաչատրյանի հետ, Տիգրան Խաչատրյանի հետ եւ բազմաբնույթ հարցեր են առաջ բերվել շուրջ 800 միլիարդ դրամի ծրագիր առաջիկա 10 տարում բռնի տեղահանվածների հետ կապված բազմաբնույթ խնդիրների լուծման եւ ուրեմն տեղավորման բնակարանային շինարարության, չգիտեմ, տարաբնույթ, այլևս չեմ խոսում, որ ընդཐུպ մինչև արտասահմանում սովորելու, ընդཐུպ մինչև մեծ մշակութային ծրագրերի եւ պիտի ասեմ, որ նաեւ ես մեծ սիրով, մեծ հոժարակամությամբ տվել եմ իմ համաձայնությունը, որպեսզի այդ պետական հանձնաժողովում ունենամ իմ մասնակցությունը, իմ համեստ մասնակցության իմ համեստ չափ։ Ուրեմն ես ասում եմ այն ծրագրերը, որ մենք անում ենք, Ռոբերտ Քոչարյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի 3 իշխանությունների միասին վերցրած դրա 20%-ը չեն արել 35 տարվա ընթացքում։ Այլևս չեմ խոսում, որ ես եղել եմ 1988-89 թվականներին Ադրբեջանից մեր հայրենակիցների բռնի տեղահանման ժամանակահատվածում կառավարության հանձնաժողովի մեջ, որը սկզբից ղեկավարում էր Սուրեն Հարությունյանը, անունը Վլադիմիր Մովսյանը, ես տեսել եմ, որ այսպիսի օպերատիվությամբ եւ կազմակերպված ձևով այսպիսի աշխատանք երբեք չի արվել։ Դե հիմա գիտեք, ասենք, մարդիկ են պաշտպանում, կարծում եմ առիթը կգա, ես կասեմ, եւ Ռոբերտ Քոչարյանի հետ Հայաստան խմբակ, Հայաստան ինչ է քաղաք, Դաշինքին եւ Քոչարյան եւ Ծառուկյանի կամ ուժեղ Հայաստանի, ասենք, ես տեսել եմ, որ մարդու իրավունքների պաշտպանը եղել, որ խոսել է Քոչարյանի ժամանակ, այնպես է սաստել, որ կարծեք թե գիտեք, նա ինչ որ մի, չգիտեմ, ասենք, այնպես կարծեք թե նա վերաբերվել է այդ մարդուն, գիտեք, ինչպիսի անարժան ձևով, արժանապատվության վիրավորանքի ինչ աստիճանով, չեմ ուզում ասել, եւ այդքանից հետո այսօր նրանք դեռևս նամուս կամ ինչպես ասում են, երես են ունենում, խոսում են։ Ահա սա է ամբողջ բանը, որ մարդ իր քաղաքական գործունեության մեջ իր քաղաքական գիծը, կենսակերպը կորցնում է հաշվի առնելով միայն ու միայն կորպորատիվ անձնական շահը, լափամանից օգտվելու իրենց համար ամենամեծ ցանկությունը, ամենամեծ ուրեմն իղձը եւ փափագը։ Պարոն Սաֆարյան, ընտրությունների մասին է խոսում, դուք միշտ եղել եք հանձնաժողովի անդամ եւ Նիկոլ Փաշինյան շտաբի պետ, ամեն դեպքում ընտրություններին անմիջապես մասնակցություն ներկայություն ունեցել եք։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Մարտունի դպրոցներից մեկի հատակը քանդելու ժամանակ գտել են Դեմիրճյանի ժամանակվա շրջանում այդ ընտրությունների իօքուտ Դեմիրճյանի թղթերը։ Դա ինչի մասին է խոսում։ Այն ինչ որ Նիկոլ Փաշինյանը ասեց 100%-անոց բացարձակ ճշմարտություն է, որի տակ առաջինը Հայաստանի Հանրապետությունում կարող է ստորագրել Գագիկ Սաֆարյանը։ Բայց այն ինչ որ Գագիկ Սաֆարյանը գիտի 1998 թվականին, 1996 թվականի, 2003 թվականի, 2008 թվականի, 2013 թվականի իմ մասնավորի 1998 թվականի ընտրությունների կեղծման վերաբերյալ ես ձեզ վստահեցնում եմ, որ նույնիսկ կառավարության ղեկավարը դրա 10%-ի չափ
իմ հետ համեմատած կարող է այդքան իրազեկվածություն չունենա։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ օրը կգա դրա մասին ես կունենամ իմ ծավալուն հարցազրույցները եւ եթե Լևոն Տեր-Պետրոսյանը 1996 թվականի սեպտեմբերին սահմանադրական կարգը տապալելով կրկին անգամ զավթեց իշխանության աթոռը, ապա դա մեծ դեր խաղաց 1997 թվականին իր պարտավորական քաղաքականությունը ակնհայտ կերպով ցուցադրելու մեր ժողովրդին պատերազմ թե խաղաղություն հայտնի ասուլիսի եւ հայտնի հոդվածով եւ դա գալիս էր նրանից, որ նրանք լինելով երկրի նախագահներ, այդ թվում եւ Ռոբերտ Քոչարյանը Լևոնի հետ մեկտեղ եւ նաեւ Սերժ Սարգսյանը, որոնք չունեին հանրային վստահության եւ ժողովրդի օրինականության քվեն։ Իրանք ժողովրդի կողմից չունեին այդ մանդատը, այդ credentials-ը։ Կոպիտ ասենք, այդ տերմինը կոչվում է լեջիտիմություն։ Իրանք լեջիտիմ չէին։ Դրա համար նրանք վախենում էին ասելու, որ այս խաղում, այս պատերազմում, այս պայմաններում մենք առաջընթաց չենք կարող ապահովել։ Առավել ևս, որ արժի համակարգով այդ երեքը չգիտեն ինչ է պետությունը եւ պետականությունը։ Այդ երեքը վերաբերյալ բանակին, վերաբերյալ պետական կառույցներին, վերաբերյալ բյուջեին, վերաբերյալ արտաքին քաղաքականությանը, վերաբերյալ թալանին եւ բազում սպանություններին, բոլորս գաղտնիք չի, որ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ մենք ունեինք, ասենք, ազգային ժողովում հանձնաժողովի նախագահ, որը ժամանակին եղել է լրագրող, բայց գլխավորը մարդասպանների բանդա, նույն Տեր Սահակյանի բանդան։ Չգիտենք ինչ սպանություններ է եղել։ Այլևս չեմ խոսում, ասենք, այսօր Ռոբերտ Քոչարյանը ասում է 16-րդին չպիտի ձայն տանք, որովհետև այդ քվեաթերթիկից արյան հոտ է բուրում։ Գիտեք ինչ, եթե մարդ կարող է ասել, որ ես խաղաղություն եմ ապահովել, եւ իր ժամանակ երկրի պետական սահմանադրական կարգը երկու անգամ տապալվել է հոկտեմբերի 27 եւ մարտի 1 եւ այդքանից հետո այդ մարդը հանդգնում է առանց ամոթանքի ասում է, որ ես կարող եմ լինել սահմանադրության երաշխավորը, ես այլևս չգիտեմ եւ այդքանից հետո նա գտնվում է ազատության մեջ, նա չի գտնվում մեկուսարանում։ Մեկ այլ բան, երեքն էլ խոսքները մեկ արած ասում են մինչև վերջ գնալու ենք։ Ես կարող եմ ընդհանրապես ասել, որ իրենք մինչև վերջ գնալու են քրեակատարողական հիմնարկ, ուրիշ ոչ մի տեղ։ Ես միայն այդ կերպ կարող եմ ասել, որովհետև ես նորից եմ կրկնում, ես չեմ կարող այդքան արկածախնդիր լինել, ես աշխարհում չեմ կարող կարդացած լինել, ինքս ինձ համարելով կարդացած մարդ, գրքեր կարդացած, բայց sci-fi առումով, չէ, science fantastic, գիտաֆանտաստիկայի առումով, ես չեմ պատկերացնում այդքան իմ բանը երևակայությունը, որ կարող են Ռոբերտ Քոչարյանը, Սամվել Կարապետյանը եւ առանձնապես Գագիկ Ծառուկյանը լինել պետության ղեկավարի դերում։ Իմ համար դա զավեշտի դաշտից է, առավել ևս, որ Ռոբերտ Քոչարյանի պարագայում բոլորս գիտենք նա ինչ աստիճաններով է հասել իշխանության աթոռին եւ բոլորս գիտենք, որ նա հասնելուց անմիջապես հետո փորձել է եւ իր քինախնդրության վրեժ լուծել Լևոն Տեր-Պետրոսյանից, այլևս չեմ խոսում Վազգեն Սարգսյանի պարագայում ինչ է տեղի ունեցել։ Հիմա գիտեք շատ օրինակներ կարող ենք բերել, շատ էր, նույնիսկ կադրային քաղաքականությունից, նույնիսկ ստորադաս մարդկանցից տասնամյակներ շարունակ նախագահների գործունեությունը, նախագահներին սպասարկող թիվ 1 ինքնաթիռը, ինչպես որ ասում են թիվ 1 բորտը, անվտանգության աշխատանքների ջանքերով տարբեր երկրներ է թռել եւ գիտեք ինչ են ներկրել են թմրամիջոցներ, ներկրել են չաքսիզավորված սիգարետներ, որոնք բերել են ահռելի եկամուտներ։ Իրենք չեն տեսել իրենց վարորդները, իրենց անվտանգության ծառայության ղեկավարները ինչով են եղել զբաղված եւ այսօր բոլորը հայտնվել են դատարաններում։ Հիմա մենք խոսում ենք կադրային քաղաքականությունից, ես ասենք ամոթ եմ զգում, երբ որ խոսում եմ կադրային քաղաքականությունից։ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ժամանակ գեներալների կոչումները նման էր ոնց որ բենզինի կտրոնների, միայն ու միայն։ Նրանց ժամանակ
Արցախի հերոսի կոչումը կամ բենզինի կտրոնները եւ նույնիսկ Արցախի հերոսի կոչում են ստացել մարդիկ, որոնք Արցախյան պատերազմի առաջին պատերազմի ժամանակ եղել են դասալիկներ։ Հիմա Պարոն Սաֆարյան, ուզում եք ասեք, որ այդ ժամանակաշրջանում Հայաստանը որպես պետություն այդ կեղծիքի ու ստի վրա հիմնված ինչ-որ հարաբերությունների եթե այդ ժամանակ ազգային ավանդույթներ, մարդկային հարաբերություններ, կրթության որոշակի հաջողություն, մշակույթի որոշակի հաջողություն մնացել է, ապա միայն ու միայն մեր ժողովրդի ավանդույթների եւ մեր ժողովրդի ավանդույթների հանդեպ ունեցած մեծ հարգանքի շնորհիվ է մնացել։ 2018-2026 թվականներին տասնյակ անգամ Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍ նախարարությունը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը եւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը ավելի շատ բան արել իրենց ոլորտներում, քան իրենք։ Ես օրինակ ասենք զրուցել եմ Տիկին Անդրեսյանի հետ, նախարարի հետ, եւ գիտեմ, որ ինչպես է վերանորոգվել Գնդեվանքը, ինչպես է վերանորոգվել Սանահինի տաճարը, ինչպես է վերանորոգվել շատ եկեղեցիներ, ինչպես է վերանորոգվել ցեղասպանության հուշահամալիրը, ինչպես են վերանորոգվել տասնյակ խոնարհված եկեղեցիներ։ Եվ այն գործիքակազմը դավադիր, որի մեջ մտած է նաև մեր եկեղեցու անբարոյական բարձրագույն հոգևորականը, նա կարող էր հարցազրույց էր տալիս եւ պարզ է նա մերժված ուրեմն լարագրողական հարթակներին էր հարցազրույց տալիս, նա կարող էր ընդամենը 1 կամ 2 ինքնակնադատական խոսք ասել իր հասցեին, երբ որ ասում են դուք ունեք ապօրինի զավակ, դուք զբաղված եք եղել անընդհատ եկեղեցու կոդերը խախտելով, բան, ասում եք, գիտեք ինչ, դրան խնդիրներ են, որ պիտի եկեղեցու ներսում լուծում գտնեն։ Դե դա արդեն դրանից հետո ինչ ասես, Ռոբերտ Քոչարյանին հարց է տալիս Հայլուր հերոստանգերության, Հայլուրի թղթակիցը, լրագրողը, ասում է ձեր ժամանակ այս չինովնիկները կաշառքով եւ այլ, ասում է հիմա կաշառք չկա, փոխանակ շարունակի լրագրողը ասի հիմա կա հատուկենտ դեպքեր, բայց հայտնաբերվելու դեպքում դրանք շատ խիստ պատիժ են կրում եւ դա համակարգված չի, խնդրեմ նախագահի պատասխան։ Հարց են տալիս, ասում են ինչպես են հարստացել, ասում են նրանց ծնողները եղել են, չգիտեմ, շինարարության ոլորտի հարուստներ կոմունիստների ժամանակ, դուք հասկանում եք ինչպիսի ցինիկ հանդուգն պատասխան, այլևս չեմ ուզում ես ասել այն քաղաքական սպանությունների, այն թալանի, այն մոտեցումների, մարդկանց հանդեպ այդպիսի անհարգալից վերաբերմունքի, եւ ես ինչու համար եմ ասում, Արցախում, Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստանում մինչեւ 1918 թվականը մեր ժողովուրդը գերի եղել մեր քաղաքական իշխանությանը, բառից բուն իմաստով եմ ասում, գերի եղել մեր քաղաքական իշխանությանը, այլևս չեմ խոսում, դա դեռևս չարյաս փոքրագույնն է, բառու քաղաքական իշխանության հետ մեկտեղ միաձուլվել են նաև քրեաօլիգարխիկ զանգվածները, դուք պատկերացնում եք ինչ է կատարվել արդեն Հայաստանի Հանրապետությունում, այ հիմա ինչն է ամենից շատ անհանգստացնում, երկու բան, իրենց թալանածը էժան ճանապարհով որ ձեռք են բերել մեր ժողովրդի հաշվին, բյուջեի հաշվին կարողանան պահել եւ հավերժացնել եւ երկրորդը փորձ են անում այդ ճանապարհով վերակենդանացնել նախկին համակարգը, նախկին հասարակությունը երբեք չի լինելու եւ նույնը նաեւ ընտրությունների միջոցով դուք մոռացել եք որ Հանրապետության երրորդ նախագահը ասում էր ինչքան պետք է այնքան կխփենք, հասկանում եք, դուք մոռացել եք որ Սերժ Սարգսյանը ասում էր դե երբ որ Կարեն Սերոպիչի որդու Դեմիրճան Ստեփանի հետ կապված ընտրություններ էին կեղծել, ասում է դե գիտեք մեր մենթալիտետը այլ է, դուք հասկանում եք ինչ է նշանակում եւ այսօր էլ նույն Ռոբերտ Քոչարյանը հանդգնում է, ասում է գիտեք ինչ Եթե տեսնենք, որ մեր հանդեպ անարդար է կատարում ընտրությունների քվեն կեղծելու եւ այլ, մենք ուրեմն անհանդուրժողականության դրսեւորումներ խոսքը վերաբերում է խռովությանը, մոռանալով, որ իրենք անհանդուրժողականության դրսեւորումը
ինչպես են արյան մեջ խեղտել։ Բայց այս Եվ ընտրություններին դուք ներողություն եմ խնդրում, դա եղել է եւ 2004 թվականին Արցախից բերած բաժի ջոկատներով եւ 2008 թվականին։ Հիմա ես հայտարարում եմ իլուր Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիների մեր զավակները զինվորական ծառայությունը անց են կացրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում։ Այդ թվում նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության ղեկավար պարոն Փաշինյանի միակ զավակը Աշոտ Փաշինյանը, տղամարդը։ Հիմա ես հայտարարում եմ, նրանց քանիսի զավակներն են զինվորական ծառայությունը անցկացրել Արցախում։ Եվ եթե մեր ժողովուրդը իր զավակներին ուղարկել է Արցախ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ նրա ժողովրդին պաշտպանելու համար, ապա առնվազն 2 անգամ Ղարաբաղից այստեղ տեղակայվել են բաժիշ ջոկատներ, մեկը Չարբախի ընդունիչ Բաշխիչ, ինչպես որ ասում են, հավաքակայանը, չէ՞ հայտնի զբորնի պունկտը, մյուսն էլ նախագահականում։ Ինչի մասին է խոսքը։ Ինչ ասեք ասել են 2016 թվականին Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ես բացառվում եմ, որպեսզի հավակնեմ լինելու Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Եվ եկավ օրը, եւ գիտեք ում ընտրեցին նախագահ, ով որ միշտ ձախողել է Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը եւ դիվանագիտական հարաբերությունները Մեծ Բրիտանիայի հետ, քանի որ նա բազում տարիներ եղել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանը։ Եվ ասում է, մեզ պետք է այնպիսի մարդ, որը ունի միջազգային մեծ համբավ, դիվանագիտական աշխատանքի փորձ, եւ մենք տեսանք արդյունքը։ Եվ այնքան են հանդգնացել եւ ցինիկացել, որ Նորքի կառավարական առանձնատները փորձում էր 2018 թվականին Սերժ Սարգսյանը սեփականաշնորհել։ Սակայն ժողովրդական հուժկու ալիքի վրա նա հրաժարվեց իր այդ ուրեմն անկուշտ մտադրությունից։ Մեկ այլ բան ասեմ, բոլորս գիտենք, որ մեր կառավարության շենքի հեղինակը Ալեքսանդր Թամանյանն է։ Դուք պատկերացնում եք երկրի ղեկավարը ասում է կառավարությունը կնստի այստեղ եւ ես կնստեմ Բաղրամյան 26-ում։ Այսինքն նրանք արդեն այնպիսի մի վիճակում են հայտնվել, որ իրականությունից այնպես են կտրված եղել, նրանց ոտները գետնից այնպես է կտրված եղել, որ 2018 թվականի Թավշյա հեղափոխությունը այլ ընտրանք չուներ, ոչ բռնի ժողովրդական հեղափոխությունը, դրան համար եմ ասում, 2018 թվականին մեր ժողովրդի աչքերը բացվեցին, մեր ժողովուրդը տեր դարձավ իր իշխանությանը, հիմա ես պիտի ասեմ, իր բազում տարբեր քաղաքականության մեջ, տարբեր սխալներով, թերացումներով հանդերձ, մեր կառավարությունը պատկանում է մեր ժողովրդին, մեր կառավարությունը հաշվետու է մեր ժողովրդի առջև, գնալով ավելի է այդ ուրեմն ձևաչափը, ավելի է քաղաքացիություն ստանալու մեր ժողովրդի մեջ։ Եվ պարոն Սաֆարյան, եթե քարոզարշավը փորձենք ամփոփել, ինչ կանխատեսումներ ունեք։ Մի քանի օր է մնացել ընտրություններին եւ դեռ շարունակվում են։ Մի քանի նախադասություն ասեմ, ցավոտ կողմը այն է, որ շատ են փորձում շահարկեն իմ հայրենակիցների, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների, ուրեմն ողբը, վիշտը, նրանց կրած սարսափելի անմարդկային տանջանքները։ Եվ ես եթերից ասում եմ, այն հազարավոր իմ հայրենակիցների հետ, որ ես հանդիպել եմ, անվարան կերպով կանգնելու են Հայաստանի պետականության կողքը։ Եվ անկախ ընտրություններից, չնայած ես համոզված եմ, որ ընտրությունները ունենալու է բարեհաջող ելք, ես իմ գործունեությունը շարունակելու եմ այնքան ժամանակ, մինչև վերջին արցախցին, վերջին բռնի տեղահանվածը պիտի ինտեգրվի Հայաստանի Հանրապետությանը եւ դառնա Հայաստանի Հանրապետության լիարժեք քաղաքացի։ Ես զարմանում եմ շատ դեպքերում մեր ժողովրդի վրա, ոչ միայն բռնի տեղահանվածների, այլ նաեւ մեր ժողովրդի վրա։ Լավ, ասում եմ, այդ ինչքան են ռուսների հանդեպ այդ կարծրատիպերը նստած, ասենք Ռոբերտ Քոչարյանի հանդեպ, եթե Ղարաբաղցի ես պիտի Ռոբերտ Քոչարյանի ձայն տաս, այս ապուշ մոտեցումը, եւ ես այսօր ասում եմ, լավ, միթե մի 10-20 մշակույթի գործիչներ չունենք մենք, որպեսզի կամ անցած ճանապարհով, որպեսզի
կանգնեն եւ մեր ժողովրդին ասեն ճիշտ ճանապարհը սա է եւ ինչքան կարելի է անընդհատ մոլորեցնել տեսեք աստեղ գալուց մի 10 թե 20 րոպե առաջ ինձ զանգում է իմ վաղեմի ընկերը իմ ավագ ընկերը որը ժամանակին եղել է Արցախի պետական համալսարանի ռեկտոր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության գիտության նախարար Համլետ Գրիգորյանը Դե քանի որ մենք տասնամյակների անդավաճան ընկերներ ենք եւ մեզ միշտ համեստ ենք պահել մեր շարժման ժամանակ ինձ ասեց ուղղակի հիանում եմ քո հանրային քաղաքական գործունեությամբ ուղղակի կուզենամ իջնեմ ճակատը թամփյուրեմ Գիտեք ինչի համար Բայց ինչ եք այս ամենանում պարոն Ռուսաֆարյան ինչ որ բան են ձեզ խոստացել իշխանությունները ինչ որ պաշտոն ինչ որ խոստացել են Արցախի խոստացել են Արցախի մեր բռնի տեղահանվածների հետ կապված եւ նաեւ շատ խնդիրներ, որոնք առնչվում են մեր տեղահանվածների բնակարանների ձեռքբերմանը, սոցիալական խնդիրներին, կրթական, առողջապահական տարբեր խնդիրներին խոստացել են, որպեսզի այս աշխատանքը կառավարության պիտի լինի անընդհատ շարունակական գալով, չգիտեմ ինչ ասեցիք, անձնական, հա, նկատի ունեմ, որն է ձեր ուրեմն ինչ ճանաչողները, մի քանի օր առաջ ես հանդիպում եմ Ղարաբաղ կոմիտեի իմ ընկերոջը Աշոտ Մանուչարյանին, դե պարզ է ջերմ հանդիպում եւ այլը եւ ասես դու գիտես, չէ, որ 90 թվականին շատ մեծ քայլ կատարեցիր, երբ որ հրաժարվեցիր Վազգեն Մանուկյանի կողմից ցանկացած առաջարկ դա կլներ նվազագույնը եթե ասեմ նախարար, այլևս չեմ խոսում փոխվարչապետ եւ այլը, բայց գիտեք ինչ, երբ որ ես տեսա, որ այդ նույն կառավարությունը մարդիկ էին, որոնցից մեկը եղել է երիտասարդության համալիրի այդ որ ասում են, չէ, մեր երիտասարդության պալատի բարմենը, առևտրի նախարար, որոնցից մեկը փողերը վերցրեց արտաքին առևտրի մինիստրը եւ ճողոպրեց, որոնցից մեկը չունենալով կարծեմ 8-ամյա կրթություն դարձավ փոխվարչապետ, բարձ է որ ես արդեն այդտեղ անելիք չպիտի ունենայի։ Հիմա ես ձեզ ասում եմ, եթե ես ունենամ այդպիսի անձնական նպատակ, եթե առաջիկայում ես զբաղեցնեմ մի որևէ բարձր դիրք, չգիտեմ, դա կլինի գիտության, կրթության ոլորտում, դա կլինի իմ ընտանիքի որևէ անդամների հետ կապված, այո, կասեք, որ այդպիսի բան, բայց ես դա իսպար բացառում եմ, այնպես չի, որ գիտեք, այդ աշխատանքը կարող է մեզ վարկաբեկել կամ պատիվ չբերել, բայց ես ասում եմ, իմ գործունեության թիրախը դա չէ, իմ գործունեության վերջնու նպատակը դա չէ, մանավանդ ես տասնյակ հազարավոր արցախցիներին հետ շփվելով եւ տեսնելով եւ օրվա մեջ ընդունելով նվազագույնը մի քանի 100 զանգ, իմ համար դա պատիվ եմ համարում գոնե այդպես ուրեմն ընթരാճ գնալ նրանց արցախցիները գործող իշխանությանն են ձայն տալու պարոն Սաֆարյան ես ասեմ որ կան մի քանի 100 մարդ միգուցե 1000-2000 շուտով ես նրանց անունները թվարկելու եմ եւ ես նույնիսկ ամաչում եմ ապշում եմ որոնք իմ հետ ճանապարհ են անցել Արցախյան շարժման ժամանակ եւ որոնց զավակները Ստեփանակերտում ունեցել են շատ բարձր դիրքեր առողջապահության ոլորտում, կրթության ոլորտում, բանակում, կառավարման ոլորտում, կառավարությունում եւ այլ, այսօր երման ջրերը, բերանները առած քաջություն չունեմ մի ճիշտ օբյեկտիվ նախադասություն ասելու։ Շուտով ես ասում եմ, այսպիսի շարունակության դեպքում ես նաեւ ասելու եմ, քանի 100 հոգի են այդ մարդիկ հրապարակելու եմ նրանց ցանկը, ասելու եմ, ինչքան վարկեր են վերցրել պետությունից եւ այդ վարկերը չեն վճարել եւ նաեւ առնվազն 20-30 հզոր ձեռնարկությունների անուններ եմ հայտարարելու, հրապարակացնելու եւ որոնք ընդամենը մի քանի միլիոն դրամ պետությանը հարկ վճարելով գրպանել են առնվազն մի քանի տասնյակ միլիարդ դրամներ։ Բայց դա այլ խնդիր է, ես պիտի ասեմ, որ գալով ձեր հարցին, որ ես անձնական ինչ շահ եմ հետապնդում, ես արդեն ասացի, որ իմ շահը արցախցիների հետ կապված որևէ խնդիրներին ընթരാճ գնալն է եւ փորձել այս ճանապարհով գոնե նրանց ամոքել, նրանց վիշտը, նրանց ցավը։ Տեսեք,
գրեթե կարծեմ 1-2 րոպե ժամանակ ունենք, շատ երկար չեմ զբաղեցնի ձեզ։ Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը, երբ որ տեսավ, որ մեր պետականությունը, պետական շահը ամեն ինչից բարձր է, եւ լիովին նվիրվեց պետականության կայացմանն ու զարգացմանը, մերից սկսեցին հաշվի նստել Եվրամիության կառույցները եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Ինչ է կարծում, մեր ժողովուրդը կարող եք ասել, որ մեր ժողովուրդը ինչ ռուսատյաց հայտարարություն է արել։ Շուրջ 6 տարի ես ձեզ հարցազրույցներ եմ տալիս։ Կարող եք ասել, որ ես մի անգամ ռուսատյաց հայտարարություն եմ արել։ Ընդհակառակը, ես ասում եմ, որ Ռուսաստանը մեր դաշնակիցն է եղել, ռազմավարական։ Ես ասում եմ, որ մենք պիտի այս ժողովրդի պետական շահը պահանջում է, որ մենք Ռուսաստանի հետ ունենանք հարաբերություններ դաշնակցային եւ ԵԱՏՄ-ի շրջանակներում կլինի պետությունը ինչպես որ կորոշի, բայց դա չի նշանակում, որ մենք պիտի հայ-ռուսական հարաբերություններում ստորացնենք Հայաստանի ազգային շահը։ Մեր ինքնիշխանությունը սահմանափակվի։ Եվ ինչ է, երբ որ Պուտինը ասում է հայ ժողովուրդը պիտի ընտրություն կատարի, քվեարկություն անի, գիտեք ինչ։ Մարիա Զախարովան էլ ասում, որ պետք է փրկենք մեր երկիրը ընտրություններով։ Կներեք, այս իր ռելևանտ ինտերմեդիատ չէ, որ ասում են անհարկի միջամտությունը ռուսների կողմից այնքան ցցուն է, այնքան լկտի է, որ իրենք չեն օգտագործում Հայաստանի Հանրապետություն եզրույթը պետությունների ղեկավարների հետ հարաբերությունների եւ հանդիպումների ժամանակ։ Եվ ամբողջը սա է, որ դա Պուտինի որոշելիքը չի, այս ժողովրդի որոշելիքն է։ Եթե մենք Ռուսաստանի հետ պիտի հարաբերվենք, ապա պիտի հարաբերվենք որպես իրավահավասար պետություն, որպես միջազգային հարաբերություններում որպես հուսալի գործընկերներ։ Գիտեք, գալով գազի հողակի նեղացմանը, գալով լոլիկի եւ մնացած մթերքների սահմանափակումներին արտահանման առումով, չնայած այդտեղ նաեւ ռուսներն են որոշակի դժվարությունների առերեսվելու, բայց ես պիտի ասեմ, կառավարության ղեկավարը Փաշինյանը փայլուն պատասխանեց, որ մենք չենք թողնի, որ մեր գյուղացին վնաս կրի։ Մենք նաև արդեն ունենք որոշակի այլընտրանքային ճանապարհներ, դրանից բացի պետությունը Ռոբերտ Քոչարյանն ասում է, դա սուտ է, որովհետև շուկաներ ձեռք բերել այդքան էլ հեշտ եւ դյուրին գործ չէ, շատ կարճ ժամանակահատվածում հնարավոր չի։ Իր սեփական փորձից ելնելով ասում է այդ ամենը։ Ռոբերտ Քոչարյանը պետության կառավարման հետ կապված ոչ մի պատկերացում չունի։ Ռոբերտ Քոչարյանը պետության ղեկին է եկել, ասեցի ինչ ճանապարհով Ռոբերտ Քոչարյանը քաղաքական կյանքում ոչ մի քաղաքական ուժ չի ստեղծել եւ նրա ուրեմն պատկերացումները պետության հետ կապված այնքան հնամաշ են 30-ական 20-ական թվականների հոտ է փչում այլևս չեմ խոսում որ միջազգային հարաբերությունների մեջ նրա պատկերացումները Հայաստան, Վրաստան, Ադրբեջանից այն կողմ չեն ասում տարածաշրջան ասելով եւ ինքը չգիտի Եվրամիության չափորոշիչները սննդի, մթերքների, շինանյութերի, նորագույն տեխնոլոգիաների իր պատկերացրած բանակը 50-60-ական թվականներով ձեռք բերված զենքերն են, իր պատկերացրած ուրեմն պաշտպանական բնագծերը օգտագործված մեքենայի օգտագործված անվադողերն են, իր պատկերացրված սահմանային լուսարձակները տեսա լուսարձակները մսի եւ ձկան պահածոնների թիթեղյա տարաններն են իր պատկերացրած բանակը այն է որ երբեք մեր զինվորը 2 տարի ծառայեց նրան ժամանակ երբեք չիմացավ թե ինչ է նշանակում ճաշի մեջ միս լինի եւ այսօրվա բանակը երբ որ տեսնում ենք մեր ուրեմն զուգագուլպանները, տեսնում ենք մեր անդրավարտիկները, կիսավարտիկները, տեսնում ենք նաև մնացած հագուստը, տեսնում ենք, որ մեր բանակի սեղանը շվեդական սեղանի պես է։ Մեր ժողովուրդը, դուք տեսել եք, որ մեր ծնողները ինչքան են գոհ, ինչպես են ճանապարհում զավակներին եւ ընդունում։ Ինքը ինչ պիտի պատկերացնի մեր բանակից։ Ինքը ասում է, այդ փողը ատկատ են արել եւ այդ փողը կեսը չի երևում։ Ինքը, որովհետեւ ինքը այդպես է վերաբերվել, ոչ միայն ինքը,
Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ այդ կլանները, դե Սերժ Սարգսյանի մասին այլևս չեմ կարող խոսել, որովհետև նա ռեկորդ է սահմանել այդ առումով։ Հիմա ես ձեզ ասում եմ, այն ինչ որ կատարվել է վերջին 4-5 տարում մեր բանակում, 5.4 միլիարդ դոլարով ավելին է կատարվել, քան նրանց ժամանակ վերջին, քան նրանց ժամանակ 25 տարվա, 26 տարվա ընթացքում։ Եկեք ուրեմն իրերի կոչենք իրենց անուններով, եկեք ասենք, որ նրանց պատկերացրած բանակը եղել է զուտ գործիք թալանի առումով, եկեք իրերը կոչենք իրենց անուններով, եկեք ասենք, որ գույք պարտքի դիմացով մեր փայլուն գործարանները, Նայիրիկ ինչպես է կոչում, Մերգելյան ինստիտուտը, գիտահետազոտական ինստիտուտը, ռոբոտների գործարանը եւ մյուսները այժմ դարձել են լավագույն դեպքում վարձավճարներով տարածքներ եւ սա էլ Ռոբերտ Քոչարյանի կատարած մեծ գործը, որ ասում է իմ ամենամեծ գործը սա եղել։ Այնպես որ եկեք ասենք, որ գոնե այդ մարդիկ այսքանից հետո պիտի ամոթ ունենան, ամոթի զգացում ունենան, չխոսեն ոչ բանակից, ոչ պետական շահից։ Ես ասում եմ, հպարտությամբ եմ ասում, մայիսի 28-ին ցուցադրված տեխնիկայի մի մասը ընդամենը թույլ է տալիս ասելու եւ նույնիսկ մեր իքական սեռի ներգրավվածությունը բանակային կանանց գունդը բանակային գործընթացներին այլևս չեմ խոսում ավելի քան 5000 երկրապահների ամենօրյա հերթապահությունը Հայաստանի սահմաններին թույլ է տալիս ասելու, որ այո, մեր պետության թիվ 1 երաշխավորը մեր բանակն է, այլևս չբացառելով, ոչ էլ մեկը մյուսին հակասելով մեր պետության հավասարակշռված եւ հավասարակշռման արտաքին քաղաքականությունը, բազմավեկտոր արտաքին քաղաքականությունը։ Տեսեք, դուք լավ գիտեք, որ IT ոլորտում չէ նորագույն տեխնոլոգիաների, ինովացիոն տեխնոլոգիաների ոլորտում քանի միլիարդ դրամի ներդրում կա Միացյալ Նահանգներից, միլիարդ դոլարի, այլևս չեն խոսում տնտեսական հատկապես հումքի վերամշակման առումով ինչքան ներդրումներ ունենք, այլևս չեն խոսում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի եկամուտների, որ տոկոսն է մտնում Հայաստանի Հանրապետության բյուջե եւ ասպիսի հարյուրավոր դեպքեր։ Հիմա ես ասում եմ, որ մեր ժողովուրդը պիտի հստակ ընտրություն կատարի։ Մենք ընտրում ենք գաղութ, թե մենք ընտրում ենք պետականություն։ Մենք ընտրում ենք Պուտինին, Զախարովային, Օվերչուկին, Մեդվեդևին, թե մենք ընտրում ենք հայեցի կառավարություն։ Եթե այսքանը մենք հասկանում ենք, ապա հստակ կերպով ես ասում եմ, որ մեր պետականությունը եւ մեր պետությունը հանձինս իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցության Նիկոլ Փաշինյանի իր մեջ ուժ եւ համարձակություն է գտնելու առաջիկա տարիներին զարգացնելու տնտեսությունը, գիտությունը, կրթությունը, առողջապահությունը եւ հատկապես բանակը եւ վարելու հավասարակշռված եւ հավասարակշռման արտաքին քաղաքականություն։ Այլ բան լինել չի կարող, որովհետեւ ասում եմ, նախորդ բոլոր ղեկավարների հետ համեմատած առնվազն մի 10 անգամ Նիկոլ Փաշինյանը բարձր է պատկերացնում Հայաստանի Հանրապետության պետական շահը։ Այն, որ մեր պետականությունը ինչքան կարևոր է մեր համար։ Դրա համար, երբ որ նա ասում է, որ եկեղեցու մայր աթոռը զավթել է մի անբարոյական, երբ որ ասում է եկեղեցու շահը պիտի համահունչ լինի պետության շահի հետ, երբ որ մենք ասում ենք, որ առաջի հերթին մենք պիտի պաշտենք պետության խորհրդանիշը, զինանշանը, դրոշը, եւ դրան պետք է ստորադասվի եկեղեցու խորհրդանիշը կամ խաչը, ապա մենք այս ամեն ինչը ասում ենք հանուն մեր պետականության հարատևության։ Ես մի անգամ կարծեմ եթերից ասել եմ, եթե այսօրվա մեր ղեկավարը Նիկոլ Փաշինյանը ոչ մի բան էլ չաներ քարոզչության աշխատանքների առումով, չնայած ես ասեմ, որ այն ինչ որ նա կատարեց վերջին 2 ամսում, նա գերմարտկային ճիգեր գործադրեց եւ ես զարմանում եմ իր անսպար աշխատասիրության եւ իր անսպար եռանդի վրա, միայն տունը նստած, միայն առողջապահության համակարգը անվճար եւ այսօրվա գործող
սոցիալական ծառայությունը, թոշակները եւ հատկապես մի քանի հազար վերելակների, նոր վերելակների տեղադրումը եւ վերանորոգումը բավական է, որպեսզի առնվազն Նիկոլ Փաշինյանը ունենա մեր հասարակության քաղաքացիների 70% վստահության քվեն։ Եվ գիտեք ինչ պայմաններում եմ ես սա ասում, որտեղ մենք գիտենք, թե միայն վերելակների վթարից եւ անսարքության պատճառով քանի տասնյակ մահացության դեպքեր են ունեցել։ Հիմա Քոչարյանը գիտեք ինչ, նա նույնիսկ վստահ է, որ ինքը ունի ընտրազանգված։ Եվ հերիք չէ այդքանից հետո էլ նա ասում է, եւ մենք պիտի տեր կանգնենք մեր քվեին, եթե ընտրություններում գնաց անարդարություն, մենք պիտի դիմենք ուրեմն ցույցերի կամ չգիտեմ քաղաքացիական ցնցումների։ Նույնը ասում է Ծառուկյանը, նույնը ասում է Սամվել Կարապետյանը, եւ ես հրաշալի պատասխան կառավարության ղեկավարի կողմից, երբ որ ասեց, որ նման խռովությունները կխեղդվեն իրենց բնում, որովհետև դրանք ոչ թե կլինեն քաղաքացիական անհնազանդության ակցիաներ, այլ դրանք կլինեն պետական դավադրություններ, դրանք կլինեն պետականությանը միտված խռովություններ, դավադրություններ, մեր պետական համակարգը փառք Աստծո այնքան ուժեղ է եւ կայացած է եւ այնքան թափանցիկ է, որ թույլ չի տա այդպիսի բան, սա մեկ, եւ երկրորդը ճանաչելով Նիկոլ Փաշինյանին հստակ կերպով ես ասում եմ, որ չի լինելու գետ 1 քվյա խուց, որտեղ պիտի լինի 1 կեղծված քվյաթերթիկ։ Այդպիսի բան առաջինը հենց դեմ է լինելու Նիկոլ Փաշինյանը։ Աստված մի արասցե, եթե ուրիշները կփորձեն գնալ այլ ճանապարհով, ես ասում եմ նման քաղաքական ուժերին սպասվելու է ռումինական տարբերակ։ Բոլորս գիտենք դա ինչ է նշանակում, բայց գալով իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը եւ նրա ղեկավարին, ես սա բացառում եմ, եւ եթե նրանք թույլատրել են, որ առայսօր այս 3 հակապետական ուժերը, որոնց առնվազն 20-30%-ը ներդրված են լրտեսական ցանցերի մեջ եւ կատարում են լրտեսական հանձնառություններ, ավելին ասեմ, եթե կա 1-2 քաղաքական ուժեր, որոնք ռուսամետ ուժեր են, ասենք Հայ ազգային կոնգրեսը, ասենք թեկուզ այդ ինչ թևեր է կոչում, իշխանության ինչ է կոչում է միասնության թևեր եւ էլի ուժեր, դրանց կարելի է որակել որպես ասենք ռուսամետ ուժեր եւ այլ, ապա շատ ուժերի, այդ թվում հատկապես այս 3 ուժերին, ես դրանց համարում եմ ոչ թե ռուսամետ, այլ ռուսական ուժեր։ Եվ սրանք ավելի ռուսական ուժեր են, քան ասենք բուն Ռուսաստանում գործող իրենց քաղաքական ուժերը։ Եվ պատկերացնում եք, ասենք Ռոբերտ Քոչարյանի ցանկացած նախադասություն գովերքել եւ պաշտպանել Ռուսաստանի քաղաքական շահը, նաեւ Արցախի դատարկումը, որը տեղի ունեցավ ռուսական խաղաղապահների մասնակցությամբ եւ այսօր էլ ասում է ռուս խաղաղապահները չունեին միջազգային մանդատ։ Այո, դեռևս դուք լավ գիտեք, ձեր եթերից քանիցս հայտարարել եմ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, որ ռուս խաղաղապահները պետք է ոչ միայն ռուս խաղաղապահները, քանի որ Ռուսաստանը եւս համարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, պիտի գործեն կապույտ բերետավորների շրջանակներում, նրանք պիտի ունենան Միացյալ Ազգերի կազմակերպության credentials, լիազորություններ, մանդատ, որպեսզի նրանք կարողանան անհրաժեշտության դեպքում գործադրեն անհրաժեշտ գործիքակազմը Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունը եւ խաղաղությունը ապահովելու համար։ Ահա այս է ծուռ հայելու մեջ անընդհատ ներկայացնել, ծուռ հայելու մեջ նրանք հիմա ես ասում եմ ավելի շատ ներկայացնում են այս 3 քաղաքական ուժերը, թող չհոխորտան, հիմա ես ամենայն պատասխանատու կերպով հայտարարում եմ, այս 3 քաղաքական ուժերը ներկայացնում են Ռուսաստանի Դաշնության քաղաքական շրջանակների, Ալիևի եւ Էրդողանի շահերը, ասեմ ինչու համար, որովհետև եթե մեր ժողովրդին այսօր անհրաժեշտ է օդի ու ջրի պես անվտանգություն եւ խաղաղություն, հակառակ դեպքում հրահարելով ոչ խաղաղությանը, ոչ անվտանգությանը միտված
սադրիչ գործողություններ, դա արդեն հղի է լինելու ազգակործան հետևանքներով։ Պարոն Սաֆարյան, դուք ասում եք, եթե թույլ է տվել իշխանությունը այս 3 հակապետական ուժերին մասնակցել ընտրություններին, վստահ է, որ ինքն է անցնելու։ Գիտեք ինչ, ցավոք սրտի Նիկոլ Փաշինյանի կառավարության ղեկավարի եւ շատ անդամների կողմից իմ հանդեպ ունեցած մեծ հարգանքը թույլ չի տալիս ես հատեմ ինչ որ մեր խոսակցության որոշակի հատվածներ։ Առավել եւս Նիկոլ Փաշինյանի ավելորդ ներողամտության, հանդուրժողականության, մեծ համբերատարության, այո, այս 3 ուժերը ներկայացնում են ամբողջովին դավադիր պլաններ, անմիջապես ներկայացնում են օտարերկրյա քաղաքական շահեր, չեմ զլանում ասել նաև անհրաժեշտության դեպքում ասել նաև անուններ, եւ գիտեք ինչ, այդքանից հետո հանդուրժում է, որ այս ուժերի չգրանցել է կենտրոնական դրական հանձնաժողովում կամ չգիտեմ քրեական գործ հարուցելը բուն ուժի հանդեպ կարող է առաջացնել ինչ որտեղ անհասկանալի, ինչ որտեղ թյուրում բռնում մեր ընտրող զանգվածների կողմից, դարձյալ պիտի ասեմ, որ եւ մեր իրավական համակարգը եւ կառավարությունը ընդառաջ է գնում դարձյալ մեր ժողովրդին։ Սա եւս խոսում է լրացուցիչ հանդուրժողականության մասին։ Ես ինչու համար եմ սա ասում, որովհետեւ մեր ժողովրդավարությունը նախանձելի ժողովրդավարություն է, ով ձեր հետ հիմա նստած ձեր հարցերին պատասխանողը փայլուն կերպով ստորակետներով տիրապետում է թե 1990 թվականից սկսած առ այսօր մեր ժողովրդավարությունը ինչպես է զարգացել, ինչպես է ջարդվել, ինչպես է տուժվել եւ ինչպես է այս ամեն ինչի արանքից դուրս եկել։ Իսկ եթե պատկերը այլ լինի, այս ուժերը ամեն դեպքում ունենան շանսեր անցնելու, Նիկոլ Փաշինյանի հանդուրժողականությունը արդյոք արդարացվում է, եթե նրանք հակապետական ուժեր են։ Հարցին ես չեմ կարող պատասխանել, որովհետեւ այդ հարցին հսպարիչ պատասխանում է Նիկոլ Փաշինյանը։ Նախ ասենք, որ ես չեմ պատկերացնում այդպիսի բան, մոտավորապես արդեն ընդգծված երևում է, ուրվագծվում է այս ուժերի կաշառքով, մոլուցքով, շանտաժով, մարդկանց մոլորացնելով, մոտավորապես ինչը դրա զանգված ունեն, դե եթե պիտի գավառի հանրահավաքին քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկա գտնվեն 9000-ից ավելի մարդ, այլևս չգիտեմ ինչ է այլևս չգիտեմ ինչ ասեմ, երեք կարծեմ 17500 մարդ է մասնակցել, որովհետև ես երեկոյան 3 անգամ կապնվեցի Դանիել Իոնիսյանի հետ, ասես Գայք ջան, դեռևս հաշվարկված չի, ես ձեզ կասեմ, ու ինքը ինձ գրեց, եւ ես համոզված եմ, որ 3 անգամ ավելի շատ մարդ է մասնակցելու։ Ես ինչու համար եմ այսքանը ասում, որովհետև իմ խորին համոզմամբ մեր ժողովրդավարությանը ոչ ոք չի կարող վնասել։ Այն էլ ասեմ, որ Հայաստանի Հանրապետության բոլոր 3 ղեկավարները նախկին մերժված եւ պիտի ասեմ քաղաքական դաշտում նրանք իրանց արդեն ես նրանց համարում եմ հանգուցյալներ, քաղաքական դաշտում եմ ասում, այդ 3 ղեկավարներն էլ չարաչար օգտագործել են մեր ժողովրդի ցանկությունները, մեր ժողովրդի հավատը եւ վստահությունը, Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ կար 1991 թվականին մնացածը բոլորը անխտիր կերպով բռնաբարել են մեր սահմանադրական կարգը։ Այս է, որ մեր երկրում ժողովրդավարությունը այլընտրանք չունի։ Եվ մեր ժողովրդավարության ծիլերը, որը դրվել է 2018 թվականի Թավշյա հեղափոխությունից հետո, այլևս հետդարձ չի ունենալու։ Դուք բոլորդ էլ գիտեք, դուք չեք տեսնում կառավարության ղեկավարի ճեպազրույցների ժամանակ ինչպիսի հարցեր են բարձրացնում եւ ինչպիսի հանդուրժողականությամբ է պատասխանում Նիկոլ Փաշինյանը։ Դուք չեք տեսնում մեդիա հարթակներում այդ գատեր պրեսը կամ այդ yellow press-ը կամ այդ reptile press-ը, այդ սողունայի մամուլը ինչպիսի հարցեր են բարձրացնում, նողքան կարելի է մարդիկ կարելի է ապրել այդպիսի հարցադրումները եւ այսօր էլ տեսնում եք մարդիկ են հարցազրույցներ տալիս, որոնք կարծեք թե ամպոտ ոտքերով, չգիտեմ խաղաղության աղավներով,
Դուք մոռացել եք, որ ազգային ժողովի չեմ էլ ուզում անունը ասեմ, փոխնախագահ էր, ինչ էր ՀԿ-ի մամլո խոսնակ ասում էր առաջիկա 15 տարում Հայաստանի Հանրապետության վերաբերող քաղաքական կարևորագույն հարցերի հանգուցակետը լինելու է Մելիք Ադամյան, չգիտեմ, այդ որ շենքն է, որտեղ տեղակայված է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը։ Հասկանում եք ինչպիսի խոսք էր։ Եվ տեսնում եք այսօրվա այդ նրանց այդ հոխորտալից ոճը Բարգավաճի, օրինաց երկրի, չգիտեմ, այսօր քանի անդամներ ունեն։ Այսօր մենք տեսնում ենք Գագիկ Ծառուկյանը ինչպիսի ընտրազանգված ունի Կոտայքի մարզում։ Չէ՞։ 0 ընտրազանգված։ Այսօր մենք տեսնում ենք, որ ի հեճուկս նրանց, ի ջգրու նրանց Հայաստանի Հանրապետության կառավարությունը քանի հազար կիլոմետր ասֆալտ է կառուցել։ Մարդու սիրտ է լայնանում, երբ որ շրջվում է ամբողջ Հայաստանի Հանրապետությունով մեկ։ Եվ ես պատիվ ունեցա վերջին 1 ամսվա ընթացքում, 1.5 ամսվա ընթացքում լինել Հայաստանի բոլոր մարզերում։ Եվ ես ամեն ինչ իմ աչքերով եմ տեսել։ Հիմա իմ ամբողջ ցավը, իմ ամբողջ շուրջ 40 տարվա քաղաքական գործունեության ամբողջ այսիմ վաստակը խոսում է նրա մասին, որ մենք չպետք է փոշիացնենք վերջին 8 տարվա ընթացքում պետականության հանդեպ մեր մոտեցումը Հայաստանի Հանրապետության տնտեսության եւ ուրեմն արտաքին քաղաքականության, հատկապես դիվերսիֆիկացված եւ դիվերսիֆիկացման արտաքին քաղաքականության այն ձեռքբերումները, որը գնալով ավելի է խորանալու։ Հիմա շուտով ես պիտի ասեմ, որ տրիպն է իմպլեմենտացվելու եւ գիտեք ընդդիմության, այսպես կոչված ընդդիմության, քանի որ դրանք ընդդիմություն չեն, դրանք քաղաքական շահեր սպասարկող դիվերսիոն խմբեր են, դիվերսիոն ընտրազանգված է, քաղաքական մարդիկ են, ասում են, գիտեք, տրիպը պետք է վերահսկվի նաեւ Ռուսաստանի ու Չինաստանի կողմից։ Դուք հասկանում եք սա, որ ասենք բանականություն ունեցող մարդը այսպիսի բան կասի։ Այսինքն Միացյալ Նահանգները ձեռնարկել է մի ծրագիր մեծ դժվարությամբ, պետք է անի, որպեսզի Հարավային Կովկասում լինի խաղաղություն եւ դրան զուգահեռ մի քանի միլիարդ դոլարների ներդրումներ եւ հանկարծ պիտի Միացյալ Նահանգների գլխին լինեն Ռուսաստանի եւ Չինաստանի նման երկրներ որպես երաշխիքներ։ Այն որում նրանց անցած ճանապարհը երաշխիքների կարծեք թե այնքան էլ թափանցիկ չէ, մոշիշոտ է եւ այս է որ փոխանակ ասեն որ Հայաստանի Հանրապետությունն է որոշում ում հետ պիտի գնա համագործակցության, դե համագործակցության գնացինք Հարավկովկասյան երկաթուղու Հայաստանի բաժանմունքի վիճակը տեսնում ենք, Գազպրոմի հոխորտանքները տեսնում ենք, այլևս չեմ խոսում բազմաթիվ Հայաստանում ներդրված ռուսական կապիտալով կազմակերպություններ, որոնք պատրաստ են ցանկացած րոպեի հայ ժողովրդի դեմ օգտագործել ամենաբացասական կողմերով եւ շատ հաճախ նաեւ շահարկվում է 102-րդ ռազմաբազան։ Իմ լուսահոգի ընկեր Արտակ Մովսիսյանը, Երևանի պետական համալսարանի հայ ժողովրդի պատմության ամբիոնի վարիչը, մի անգամ ինձ ասաց գագ դե եթե մեր սահմանը, միջպետական սահմանը մենք վստահում ենք օտարին, այլևս անվտանգության եւ խաղաղության մասին խոսելը դառնում է աբսուրդ։ Դա դեռևս գիտեք երբ է ասել։ Առնվազն 10 տարի առաջ։ Իսկ ինչու նշեցիք հիմա 102-րդ ռազմաբազան, ինչ որ վտանգներ տեսնում եք։ Ուրեմն հիմա ես թվարկում եմ։ Մաշված քաղաքական ղեկավարներ երկրի ձախողված, սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից։ Սկզբից թվարկում եմ շնչավոր գործիքակազմը։ Եկեղեցու արատավորված բարձրաստիճան հոգևորականներ։ 102-րդ ռազմաբազա անձնակազմը, որի մեծ մասը կարծեք թե արդեն արտահանվել է ուկրաինական ճակատ, եւ ուրեմն կեղծ ակումբներ են ստեղծել, մեկը Լազարևյան ակումբ, չգիտեմ, ասենք կներեք, էլի Վիկտոր Սողոմոնյան։ Վիկտոր Սողոմոնյանը առհասարակ պատկերացում ունի ինչ է հայ-ռուսական հարաբերությունները։ Եվ այս շնչավոր գործիքակազմի հետ մեկտեղ ասեցի գազարդը, բաշխիչ ցանցերը, որ փորձեին անում այդպես օգտագործեին, եւ էլի երկաթուղին եւ տնտեսության մեջ ներդրված այլ կազմակերպություններ, ահա այս ամենը
թույլ է տալիս ասելու, որ Ռուսաստանը փորձ էր անում վերստին գաղութացնել, վերստին մեր ժողովրդի գլխին բերի մի հատ նորից 1920 թիվ, բայց պիտի ասեմ, այս անգամ չի ստացվելու, որովհետև մեր ժողովուրդը ունի արդեն իմաստնության որոշակի պաշար, բագաժ եւ ոչ միայն իմաստնության որոշակի բագաժ, պաշար, կարծեք թե մեր ժողովուրդը ունի փայլուն հուշեղություն։ Իհարկե, մենք էլ չենք տարապում վատ հիշողությամբ, բայց եթե անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ լինի մեր ժողովրդին նաև մի քանի բան հիշեցնել, հաստատ իմացեք, որ մենք ոչ կզլանանք, ոչ էլ ուրեմն կթերանանք մեր պարտականությունների կատարման համար, որովհետև այդ ամեն ինչը միտված է լինելու միայն ու միայն մեկ բանի՝ հայոց պետականության պահպանման, Հայաստանի պետության հավերժական գոյության, այն է, որը հայ ժողովրդին բերելու է բարօրություն, խաղաղություն եւ անվտանգություն։ Շնորհակալություն եմ հայտնում պարոն Սաֆարյան, մի քանի օր մնաց, կարծում եմ մենք կհանդիպենք ընտրություններից հետո եւ արդեն կտեսնենք արդյունքները, կխոսենք ավելի։ Նույնիսկ ես Տիկին Մարի, դուք լավ գիտեք նաեւ իմ բարամթերքը, ես նույնիսկ այս ընտրությունների ժամանակ չեմ ասում հաղթել, չեմ ասում գրել, ես ոչ Սամվել Կարապետյանի մենթալիտետը կարող եմ հասկանալ, առավել ևս Ռոբերտ Քոչարյանի։ Նիկոլ Փաշինյանն էլ հետ չի մնում, պարոն Սաֆարյան։ Չէ, ես ուրիշ բան եմ ուզում ասել։ Խոսքս ես ուզում եմ ես արտահայտվեմ։ Դե Գագիկ Ծառուկյանի մասին բան չեմ կարող ասել, որովհետև մինչև հիմա ես չգիտեմ ինչ պիտի ասեմ նրա մասին։ Չեմ պատկերացնում բառեր գտնեմ նրան բնութագրելու համար։ Ես ընդհանրապես կարող եմ ասել, որ մենք կարող ենք ունենալ մեր ժողովուրդը ունենալու է հաջողություն։ Ես մեր երկրի ներքաղաքական կյանքում հաղթանակ բառը փորձում եմ գրեթե չօգտագործել կամ օգտագործելուց լինել շատ ժուժկալ։ Ես ընդհանրապես կարող եմ սա ասել։ Շնորհակալություն պարոն Սաֆարյան, այսօրվա հաղորդման համար կհանդիպենք արդեն ընտրություններից հետո։ Հարգելի հայրենակիցներ, գովազդ մեր եթերում, որից հետո արդեն մեր հաղորդումը ավարտված է։ Հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության, փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 պաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։
Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։